Պատկերում սիրտը սնուցող պսակաձև զարկերակներում տեսնում ենք խոլեստերինային վահանիկների պատճառով առաջացած նեղացումներ։ Օրգանիզմում խոլեստերինի նորմայից շեղումը կարող է հանգեցնել մի շարք, այդ թվում սրտի իշեմիկ հիվանդությունների։ Բարձր խոլեստերինի դեպքում մարդը կարող է որևէ ախտանիշ չունենալ, ուստի կարևոր է տարեկան հետազոտությունների մեջ պարտադիր ներառել նաև խոլեստերինի չափումը։ Մեր պոպուլյացիայում, հայկական պոպուլյացիայում բավական բարձր են այդ վատ կոչված խոլեստերինի ցուցանիշները եւ մի ճարպային տեսակ էլ կա, որը մենք չափումներ անում ենք, տրիգլիցերիդ են դրանք էլ կոչվում, էլի ճարպի տեսակ է, որը նույնպես կարող է նպաստել անոթային խնդիրների ավելի արագ զարգացմանը։ Վատ տեսակի խոլեստերինը, դրանք խոլեստերինի այն տեսակներն են, որոնք ավելի մեծ ազդեցություն ունեն անոթների ավելի վաղաժամ եւ արագ զարգացող հիվանդությունների մեջ։ Բարձր խոլեստերինի պայմաններում անոթներում նկատվում է նստվածքների այսպես կոչված աթերոսկլերոտիկ վահանիկների մեծացում, ինչը կարող է առաջացնել անոթների խցանում։ Որպես էնդոկրինոլոգ ուզում եմ առանձնացնել նաև տրիգլիցերիդների քանակի որոշման կարևորությունը, որովհետև տրիգլիցերիդների մակարդակի բարձրացումը, այդպես ազատ ճարպաթթուների մակարդակի բարձրացումը արյան մեջ կարող է բերել ինսուլինի նկատմամբ կայունության առաջացման, որը հետագայում կարող է նպաստել որոշ գործոնների համադրման դեպքում կարող է նպաստել շաքարի յուրացման, խանգարման, նախադիաբետի, շաքարային դիաբետ տիպ 2-ի զարգացման։ Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը պայմանավորված է նաև կենսակերպի ոչ բալանսավորված սննդակարգի հետ, բայց հիմնական պատճառը լյարդում ճարպերի փոխանակությունն է, շատ հաճախ գենետիկական խանգարումները։ Ճարպային փոխանակության խանգարմանը նպաստում են վահանագեղձի դիսֆունկցիան, հիպոթիրեոզը, երբ ունենք վահանագեղձի կողմից հորմոնների արտադրության կամ դրանց ֆունկցիայի նվազում, մենք կարող ենք նշել նաև պոլիկիստոզ ձվարան ունեցող կանանց մոտ նույն աթերոգեն դիսլիպիդեմիայի առկայությունը, երբ ունենք այդ աթերոսկլերոզին նպաստող ֆրակցիաների քանակի ավելացում արյան մեջ եւ մի շարք այլ խնդիրներ, որոնք էնդոկրին խնդիրներ, որոնք եւս ուղեկցում են դիսլիպիդեմիաներով։ Ֆիզիկական ակտիվության բացակայությունը, ալկոհոլի, կոֆեին պարունակող ըմպելիքների չարաշահումը ևս դիսլիպիդեմիայի առաջացման ռիսկի գործոններից են։ Նարեկ Ոսկանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։